ինչ գործընթաց է կատարվում Ալենի հայտարարության հանդեպ կապված եկեղեցու մանկատություն։ Այս հարցը հենց երևի ինչ պարլամենտական գործընթաց, հա։ Պարլամենտական գործընթաց ես չեմ լսել եւ կարծես թե քանի որ Հայկը այստեղ չի մենք մեր ունեցած ինֆորմացիայով փորձենք պատասխանել, կարծես թե չկա եւ չգիտեմ նույնիսկ կա գործիքակազմ դա լինելու թե չէ, բայց շատերը գրել են, որ այդպես եւ վարչապետի տիկիններ այդ մասին այդ մանկապղծության թեման բարձրացրել եւ Ալենը եւ շատերը գրել էին, որ եթե ճիշտ է ասում, սա ընդունեք որպես հանցագործության մասին հաղորդում եւ եթե ճիշտ չի, ուրեմն նաեւ հակառակ գործընթացը կա, որ ինչ են ասում այդ երբ որ զրպարտություն, արատավորում եւ այլն։ Հա, բայց իրանք չեն նշում հասցեատեր, ում է այդ զրպարտությունը վերաբերում, ում է իրանց ասածը վերաբերում։ Դե եթե կամ եկեղեցուն ես կամ ինչ որ հոգեվորականի, կամ դու պետք է ասես ում մասին։ Սա այնպիսի թեմա է, որ այս թեմայով իրանց դատի տալը, այդ անընդհատ այդ թեման շրջանառելու է, ու իրանց ուզածը հենց այդ է, որ անընդհատ դա քննարկվի։ Պատասխանը շատ պարզ է։ Եթե ինքը այդպիսի սարսափելի, զզվելի, նողկալի հանցագործության մասին տեղեկություն ունի, կասկած ունի եւ լռում է, ուրեմն ինքն չի գնացել ոստիկանություն հաղորդում չի տվել հանցագործության մասին, ուրեմն ինքը հանցակից է այդ ամեն ինչի։ Այսպես ասեմ նաեւ, ես գրեթե համոզված եմ, որ սա էլ օթից չի եկել, գիտեն, որ տարիներ շարունակ կաթոլիկ եկեղեցում նման դեպքեր կան, շատ բարձր հետաքննություններ կան եւ այլն եւ մարդկանց գիտակցության մեջ դա կա, հա, որ այ ասում են եկեղեցականների մոտ ինչ որ էսպիսի բան կա։ Այո, եւ երբ որ մարդը չի խորանում այդ ամեն ինչի մեջ, ուղղակի լսել է այդպիսի պատմություն, իսկ այդպիսի պատմություն վերջի տարիներին առնվազն Եվրոպայում մի քանի անգամ եղել է, հայ առաքելական եկեղեցու հետ երբեք չի եղել, բայց երևի մտածում են, որ լավ հիմք է, հա, այսպես ինչ որ օթում ակնարկներ անելով եւ ոչինչ չասելով փորձել եւս մի անգամ եւ եւս մեկ ձևով թիրախավորել եկեղեցին։ Չգիտեմ ինչքանով կարողացանք պատասխանել Ալեքս ջան։